Սևոյան Լևոն։ Դուք ինչ գործունեություն եք եք։ Մենք ձկան արտադրություն ունենք Հայաստանում։ Ներկայանա կամ։ Ասեցի արդեն Սևոյան Լևոն։ Դուք ուզում եք հանդիպել Պապոյանին, թե փոխվարչապետին, որովհետև կարծես էկոնոմիկայի նախարարը ընդունելի է։ Դե ուրեմն էկոնոմիկայի հանդիպեցինք։ Էլի հանդիպել եք վարչապետին։ Ես չէ դեռ։ Հիմա ձեր ձկնաբուծան ինչ վիճակում է, շարունակում եք կերակրել ձկներին, թե ոչ։ Չէ, դե ձկներին կերակրում ենք, բայց արտադրությունը փակ չի աշխատում, չի գործում։ Իսկ որ երկիր եք գնացել եք կատարման։ Չէ, ես ընդհանուր կապ ունեմ պրոստը ձկնամթերքի հետ, որոշ պատկերացում ունեմ շուկայի հետ կապված։ Երևանում եմ արդեն մի 20 օր այս հարցի շուրջ։ Ում հետ ինչ բանակցություններ եք վարում, ինչ հաջողություններ ունեք։ Հələ դեռ հաջողություններ չունենք։ Հիմա եթե անորոշ վիճակ է։ Հիմա կառավարությունից որ ասում են արդեն կարող եք ձկները հայկական ձկները տանել Եվրոպա։ Դες ինչ խոչընդոտներ կա, որ չեք կարողանում հաղթահարել։ Չէ, ինձ թվում է սկզբնական պետք է հաշվարկել էկոնոմիկան հայ-տապրանքի, որտեղ իմ կարծիքով մենք խնդիր կունենանք ինքնարժեքի եւ մնացած հարցերի հետ կապված։ Նկատի ունեք մանկաբեր։ Մեր մոտ է այո, մենք չենք կարող կոնկուրենցիա կազմել, որոշ շուկայում Եվրոպայում գտնվող արտադրությունների Նորվեգիան, Թուրքիան, Դանիան, մեր ինքնարժեքը ճիշտ ուրիշական։ Դրա հետ կապված մենք խնդիր ունենք։ Մեր շուկան հիմնականում զարգացավ 14 թվականից հետո ձկնաբուծություն է մտածում եւ նորվեգական ձկնամթերքը փակված է Ռուսաստան։ Այս սանկցիաների կապված Ռուսաստան ցույց չկա։ Մեր շուկան ստեղ ձկնաբուծությունը բավականին լավ աշխատում է Ռուսաստան ավտոանելու հետ կապված։ Ինձ թվում է առաջին ճանապարհի խնդիր ունենք։ Մենք ունենք տրանսպորտ մեքենաներ, տրանսպորտը կապված, որտեղ փոխադրության չեմ մանում, բայց ժամանակ եղել է մի տարի կես առաջ մենք շատ բարդություններ եղավ Թուրքիայից դուրս։ Հիմա կարծես կառավարությունը խոստանում է, որ այս խնդիրները կլուծվի։ Կարող է չեմ կարող ինֆորմացիա չունեմ, չեմ կարող հերկեմ բանանեմ, եթե ասում եք կարող է ինչ-որ աշխատանք կատարել։ Դուք պատրաստ եք թեկուզ փոքր խմբականակով փորձել դեպի Եվրոպա արտահանում անել, հատկապես եթե կառավարությունը ընդունում են, որ կաջակցեն։ Փոքր քանակով ասենք հիմիկվան դրությամբ մարդկանց մոտ 1000 տոննա չի, 2000 տոննա չի, քանակը բավականին մեծ է ջրի մեջ ձուկը եւ այդ փոքր քանակը ինչքան կօգնի կամ հարց կլուծի, եթե երկրորդ հարցն է։ Ասենք մոտ իմ ինֆորմացիայի տարեկան մեր մոտ դուրս է եկել 10-ից 15000 տոննա ձուկ։ Այդ քանակը կարողանանք մենք սպառենք Եվրոպայում կամ փոքր քանակ տանելով չեմ մտածում որ հարց կողքան հատկաց հետ կապված, ժողովրդի հետ կապված։ Հիմա ձեր պահանջը ո՞րն է, որ հանդիպեք փոխվարչապետին կամ նախարարին ինչ եք ասելու։ Հանդիպենք հասկանանք մեր ապագան ինչ ալու։ Հիմա կասեն չի լինում, մենք եմ մտածենք ինչ անենք։ Ասենք կոնկրետ հասկանալա պետք ինչ է իրավիճակը, ինչ է մեզ սպասում։ Մենք մարդիկ կան բոլորը կարելի ասել, չեմ ուզում բոլորով ասել, բավական մարդիկ կան, որ բանկերում հարցեր ունեն, լիզինգներ ունեն, վարկերում աշխատողներ ունեն, ասենք երկրորդ ամիսն է, աշխատողներին հլը ոնց ասեմ, չեք ուզում աշխատանքից ազատես, ասես մարդը երկար վարկա մոտդ աշխատել է, բայց ասենք երկրորդ ամիսը պտտվեց արժե։ Վերջի արտահանումը եղել է մայիսի վերջ իշքան իշքան։ Բայց ձկների վիճակը ինչ է լինում, կերակրում եք։ Ում մոտ ինչ հնարավորություն ունի, ում մոտ ինչ խտություն է լողավազաններում, ում մոտ կերկատը չկա, մարդկա պրոստը թողել են ջրի մեջ ածուկը, չեն կարում հանեն, որտեղ վաճառք չկա, սպառում չկա։ Այսինքն նաև վարկերի ժամանակով սառեցման աջակցություն եք բաղում։ Մենք կոնկրետ մենք դիմեցինք բանկին, խնդրեցինք արձակով 6 ամսով, կարծեմ այսօր նիստը պիտի լինի, ինչ կորոշեն երկու անգամ իմանանք երևի։ Որ բանկն է։ Ակբանկ։
Դուք մի քանի ձկնաբույսներ, թե միայն դուք։ Չէ, ես կոնկրետ մեր ձկնաբույսարանով մենք դիմեցինք կոնկրետ մնացածին ես չեմ կարող ասել, ես ասեցի, որ կարող են դիմել, երևի բանկը առաջ գնա հասկանալով ինչ-ինչ։ Եթե գաղտնիք ինչ չվի մասին ախոսքը, որ չեք կարողանում մամուծել։ Միլիոններ, մի քանի 100,000-ներ։ Միլիոններ մի քանի 100,000։ Եթե դրամով խոսում ենք։ Դա երկու ամսում կուտակված վարկ է։ Չէ, մենք վճարել ենք, մենք վերջինն է վճարեցինք, բայց օգոստոս ամսից կտրեցինք մեզ արտադրություն։ Դա այն վարկն է, որով տնտեսությունը հիմնել է։ Տնտեսությունը չէ, դա արտադրությունն է, վերամշակման արտադրություն։ Տեղական շուկայում էլ չեն կարողանում վաճառել։ Գիտեք ոնց է, ասենք, եթե մենք դա վաճառում էինք 10 ռուբլիով, օրինակ, 10 դրամով, եթե շուկայում վաճառենք, հիմա ասենք, մեր շուկայի, ներսի շուկայի անհրաժեշտությունը երևի 10% չի կազմում։ Սևոյան լավ։ Պարոն Սևյան, կառավարության նիստում ես վստահ եմ դուք տեսել եք, Պապայանն ու ՍԱԱՏՄ ղեկավարն ասում էին, արտահանելու համար շատ մեծ լուրջ փոփոխություններ պետք չի այն թղթերին, որ դուք ունեք, դա էլ հարկավոր է։ Ուղղակի մի անգամ պիտի դիմեք այդ համապատասխան ցանցում ընդգրկվելու համար։ Գուցե ընդհանրապես անհնար եք համարում դիմել, փորձել։ Գիտեք ոնց, ասենք, հիմա արտադրությունը որակի վրա վստահ եք, որ դրանք։ Որակի խնդիր չի լինի, արտադրամիջ չի, որակի խնդիր չի լինի։ Ինձ թվում է կարելի է փորձել, ոչ դեմ չի դրան, բայց ծավալի է։ Մենք ունենք այն պահը ներկայացնել, որ 70% պիտանելիության ժամկետով է։ Իսկ դա համապատասխանում է մինչև Ռուսաստան հասնելը համակրային։ Մինչև Եվրոպա հասնելը քանի օր է տևելու եւ իր պիտանելիության ժամկետն է արդեն։ հիմա նայեք ոնց ասեմ, ձուկ ունի 14-ից 16 օր ժամկետ։ Արտադրությունը մշակելուց հետ 14-ից 16 օր ժամկետ ունի։ Ընդհանրապես թարմ ձուկ ընդունելուց 70% մնացորդային ժամկետ է, որտեղ այդ ով ապրանք ընդունում, այնքան պետք է հասցնի բաժանի խանութներին եւ խանութներում հասցնեն ժամկետի մեջ վաճառել։ Հիմա ասեք մենք գնում էինք այս վերջերս մի 5 օր, երևի միջև Ռուսաստան մեքենաները հասնում են։ Այս տարբերակը Եվրոպայի մենք ողջում ենք, ես չեմ քանի օր մենք քանի օր հասնի չեմ կարող։ Իսկ տեղական շուկայում հնարավոր չի սպառել այդ ապրանքը եւ արդյոք հնարավոր կլինի ամբողջ ծավալով դա իրացնել։ Ես ասացի, որ շուկան, մեր շուկան որ կա ստեղ, մեր ունեցած ձկի 10%-ը երևի զորով սպառում է։ Պարոն Սևյան, մի հարց էլ ու վերջ, էլի, որ թվում եք, որ ժամկետը կարճ է, չգիտեք, ճանապարհը երկար է։ Այսինքն մենք չունենք նաև այդ համապատասխան բեռնափոխադրող բաները, հնարավորությունները, որ սառնաներում պահվի, չփչանա, միջև տեղ հասնի։ Բեռնափոխադրումը սառնարան մեքենայով է։ Մենք էլ ունենք այդ մեքենաներից։ Մենք հնարավորություն էլ ինչ-որ տեղ կարող ենք փորձել գնալ, բայց մենք չունենք հիմնադրությամբ, ոնց ասեմ, ես չեմ մանում վերջի անգամ ով է գնացել։ Հա, փորձ չկա, չեք կարող անգամ փորձ ունեցել ենք մի 3 տարի առաջ, 2 տարի առաջ, մենք Ֆինլանդիայով եկանք եւ Թուրքիայով դժվարությունով մի 5 օր քաշեց, բայց անց։ Հիմա վալյո կարակների դերոֆինական մեր մեքենան մեր բեռնատարը դժվարություններով ամբեր հարցերով, բայց մեքենան։ Հա, հիմա անորոշությունն է։ Հիմա չունեմ փորձ, չեմ գնացել, որովհետեւ փորձ չկա։ Եթե արտահանում ենք Հայաստանից, եթե 16 օր է, գոնե 5 օրում պետք է հասնենք 5 օր մատիկ կարողանալ